Իդեալ համակարգը բացում է եվրոպական որակի եւ նրբագեղության դռները ձեր առաջ։ Հնարավորություն ընձեռելով ձեռք բերել եվրոպական արտադրողների լավագույն նմուշների նշված տեսականին մինչև 75% բացառիկ զեղչով։ Վրաստանի երրորդ նախագահ Միխայիլ Սահակաշվիլին դիմել է Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյդի Վենսին վրացի գաղտնատարկյալներին ազատ արձակելու համար նամակում մասնավորապես Սահակաշվիլին գրել է. «Պարոն փոխնախագահ, դուք այցելում եք Հարավային Կովկասի 3 պետություններից երկուսը, երրորդը Վրաստանը ամբողջ տարածաշրջանի անվիճելի առաջատարն էր։ Մենք իհարկե հիանում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից արձանագրված առաջընթացով», գրել է Սահակաշվիլին, կոչ անելով Վենսին օգնել վրացական ժողովրդավարությանը։ Ըստ էության ամբողջ Վրաստանը հետևում է այս այցին։ Առաջին անգամ Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյան ժամանում է տարածաշրջան եւ չի այցելում Վրաստան։ Հայաստանում բոլորը սովորել էին, որ Վրաստանն է արևմտյան առաջնորդների սիրած կանգառը մեր տարածաշրջանում։ Ընդամենը ամիսների ընթացքում ամեն ինչ փոխվեց։ Թրամփի սպիտակ տուն մտնելուց ուղիղ 1 տարի անց փոխվել է ոչ միայն Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը աշխարհում, այլև մասնավորապես Հարավային Կովկասում իր առաջնահերթությունները։ Տեղի ունեցել հեռախոսազրույց Ադրբեջանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարների միջև Ջեյհուն Բայրամովն ու Հական Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, մտքեր փոխանակվել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի, Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։ Նախորդ ամսվա վերջին Թուրքիայի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև կայացավ հեռախոսազրույցի ժամանակ մի շարք այլ թեմաների հետ միասին կրկին քննարկել էին նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Ավելի վաղ տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում նախարարները շուրջ 2 ժամ քննարկել էին Թրամփի ուղուն վերաբերող հայ-ամերիկյան շրջանակային համաձայնագրի դրույթները։ Փաստաթուղթը, հիշեցնենք, ստորագրվել էր Վաշինգտոնում հունվարի 13-ին։ Կապ ենք հաստատել Վրաստան, Թբիլիսի, զրուցելու ենք միջազգային հարաբերությունների փորձագետ Գեորգի Թումասյանի հետ։ Պարոն Թումասյան, բարև ձեզ, շնորհակալ եմ միանալու համար։ Եվ այսպես, պարոն Թումասյան, Ջեյդի Վենսի այցն է Հայաստան մեկնարկում, նախ եւ առաջ ինչպես եք գնահատում, ինչ կանդրադառնանք ընդհանրապես այս այցի կարևորությանը եւ ուրեմն նոր հնարավորություններին, նախ անդրադառնանք Վրաստանում ուրեմն այս այցի արձագանքներին, մասնավորապես ես ներկայացրի Միխայիլ Սահակաշվիլիի նամակից մի փոքր հատված, որտեղ կոչ էր արվում Ջեյդի Վենսին օգնել վերականգնել Վրաստանում ժողովրդավարությունը, ազատ արձակել վրացի քաղբանտարկյալներին եւ այլն, եւ ուրեմն ձեր գնահատականը համեցեք։ Առաջերտին պետք է ասել, որ այս այցը իրոք պատմական է եւ այն սկսվում է հենց Հայաստանով եւ մենք դա պետք է նաեւ տեսնենք եւ հասկանանք, որ դա հստակ մեսիջ է եւ բոլորի համար պարզ է դառնում, թե ով է հիմա Հարավային Կովկասում ամենակարևոր պետությունը, ինչքան էլ այս այցը չներառի նաեւ Ադրբեջանը, ակնհայտ է, որ փոխնախագահ Վենսը գալիս է դեռ Երևան։ Եվ Թբիլիսիում սա իհարկե նաև շատ լավ հասկացան, որովհետև սա համապատասխանում է այն իրողություններին, որը ձևավորվել է Թբիլիսի եւ Վրաստանում վերջի տարիների ընթացքում, մենք ունենք սառեցված եւ կանգնեցված ռազմավարական հարաբերություններ Միացյալ Նահանգների հետ Վրաստանի իշխանությունների հակաարևմտյան եւ ռուսամետ քաղաքականության հետևանքով, այդ թվում բռնապետություն ձևավորելու ուղղությամբ, եւ ուստի շատ տրամաբանական է, որ Միացյալ Նահանգները ոչ միայն այս այցում Վրաստանը չեն ներառել, այլ նաեւ Միացյալ Նահանգները այս փուլում, ինչը ես ինչպես Վրաստանում ակտիվ գործող նաեւ ուրեմն անց կարելի ասել փորձում եմ Վրաստանի դերը որ նաև վերականգնեմ այդ ուղղությունով, բայց այս փուլում առնվազն Միացյալ Նահանգները որոշում են կայացրել, որ միայն Հայաստանի ուղղությամբ կլինի հետաքրքրվածություն եւ այս լոգիստիկ կապերը ուղիները կլինի միայն կոնցենտրացված Հայաստանով։ Տեսեք, մենք կարող ենք ասել, որ Հայաստանի պատկերացումից իհարկե կարա ընկալվի ինչպես օգտակար գործընթաց, բայց ես ուղիղ պետք է նշեմ, որ սա չի կարող երկար ժամկետով լինի օգտակար, որովհետև
ինչքան էլ Հայաստանի հարաբերությունները Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ չբարելավեն, հատկապես տնտեսության ոլորտում, ռազմավարական ուղղությունը զարգացման Թուրքիայի եւ Ադրբեջանի չի համապատասխանում Հայաստանի ռազմավարական զարգացման ուղուն, այսինքն մենք Հայաստանում տեսնում ենք ինչպես Եվրոատլանտյան ինտեգրումը Եվրոպական միությունում, Միացյալ Նահանգների հետ ռազմաքաղաքական դաշինքը, ինչպես կոնկրետ մեր ապագայի կարևորագույն ուղղություն եւ դրա ապահովելու հնարավորությունը միայն Վրաստանի հետ միասին է իրատեսական։ Ուստի հաշվի առնելով դա Հայաստանն էլ պետք է շարունակաբար հետաքրքրված լինի, որ Վրաստանի հետ ոչ այս իշխանությունների հետ, որովհետև այս իշխանությունները ուղիղ պետք է ասենք, որ սա Ռուսաստանի դրածո իշխանություններն են, որոնք հակառակը պատրաստ են ամեն ինչ անել, որ մի ձև նույնիսկ Հայաստանի խոչընդոտեն եւ օգնեն Հայաստանում ռուսական իշխանությունի վերադարձին, դրա համար մենք պետք է հասկանանք, որ վրաց եւ հայ ժողովուրդների ճակատագիրը փոխկապակցված է։ Այդ առումով երկար տարիների ընթացքում, երբ Հայաստանը ռուսական բռնապետական համակարգի մաս էր, նախկին իշխանությունների շնորհիվ Վրաստանը կատարում էր կարևորագույն դեր միևնույն ժամանակ արևմուտքի հետ կապը հաստատելով եւ երկրորդը բուֆեր փաստացի Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ապահովեց դրանով Հայաստանի պետականության պահպանումը, որովհետեւ վաղուց եթե Վրաստանը այդ ժամանակ լիներ ռուսամետ, ապա իշխանությունները վաղուց Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի իշխանությունները Հայաստանի սուվերենությունը հանձնելու են Ռուսաստանին։ Հիմա երբ Վրաստանը այսպիսի բարդ իրավիճակում է, երբ զավթված է Վրաստանում պետականությունը ռուսական գործակալների կողմից, Հայաստանը ունի մեծ առաքելություն, որ կարողանա ոչ միայն իր սեփական սուվերենությունը ապահովի եւ Եվրոատլանտյան ուղին, այլ նաեւ կարողանա թիկունքից աջակցել Վրաստանի պետությանը եւ ժողովրդին, ինչքանով դա հնարավոր կլինի։ Պարոն Թոմասյան, Այո։ Պարոն Թոմասյան, այցի կարևոր նպատակներից մեկը դիտարկվում է Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը, այ որքանով եք համամիտ, նաև տեսակետ կա, որ հաջորդ ամիս երրորդ երկրների համար սահմանը կբացվի, ձեր գնահատմամբ ինչու է սա, եթե համամիտ եք արդյոք, որ նպատակներից մեկը դա է, ինչու է սա կարևոր Միացյալ Նահանգների համար։ Միացյալ Նահանգները երկար ժամանակ է ցանկանում են, որ Թուրքիայի հետ սահմանը բացվի, տեսեք, դա մի քանի շերտ ունի, որովհետև առաջի հերթին դա իրականում բերում է Հայաստանին ել ավելի դիվերսիֆիկացում մատակարարման ուղիների, հատկապես դեպի նույն Եվրոպա, եւ մենք գիտենք, որ ապրիլի 5-ի 2024 թվականի կարևորագույն հանդիպումից հետո Վրաստանը արեց քայլեր, որով փաստացի չեղարկեց իր Եվրոատլանտյան ինտեգրման գործընթացը եւ դրանով խոչընդոտներ ստեղծեց այդ փաստաթղթում, որտեղ որ Հայաստան, Եվրոպա, Հայաստան, Միացյալ Նահանգներ տնտեսական այդ թվում կապերի մասին է ամրապնդված եւ բացելով Թուրքիայի հետ սահմանը առաջի փուլում երրորդ երկրների քաղաքացիների, իսկ հետագայում արդեն երկկողմ տրամաբանությունով մենք ապահովում ենք Հայաստանի դիվերսիֆիկացումը տնտեսության Թուրքիայի միջոցով, այլ ոչ թե Թուրքիայի հետ։ Թուրքիայի հետ իհարկե մենք հիմա էլ ունենք առևտուր, ուղղակի Վրաստանի միջոցով եւ դա ոչ էֆեկտիվ է, այսինքն անցնել ուղիղ առևտրին շատ ավելի տրամաբանական է, բայց մեր հանրությունը նաեւ պետք է գիտենա, որ այստեղ մենք մեր գլխավոր նպատակը դա Թուրքիայի միջոցով ուղի ստանալն է դեպի Սև ծով, դեպի միջերկրական ծով եւ դեպի Եվրոպա, եւ դա ստեղծելու է հսկայական հնարավորություններ Հայաստանի տնտեսության համար։ Ուստի Միացյալ Նահանգները հետաքրքրված է նրանում, որ Հայաստանը շատ պինդ եւ ամուր պետություն դառնա, որովհետեւ այսօր գլխավոր դաշնակիցը տարածաշրջանում դա ոչ Թուրքիան է, որտեղ որ շատ բարդ իրավիճակ է իրականում եւ դա վերաբերվում է Իսրայելի ուղղությանը նաեւ եւ Թուրքիայի Ռուսաստանի հետ հարաբերություններին եւ այլն, ինչպես նաեւ իհարկե Միացյալ Նահանգների հետ այստեղ դաշնակիցը չէ Ադրբեջանը, Ադրբեջանը երկիր է, որը ըստ Միացյալ Նահանգների պետք է լինի ապահոված այն առումով անվտանգային, որ կարողանա Ռուսաստանից եւ Իրանից անվտանգ լինի, որ կարողանա միջին միջանց կոչված միջազգային ծրագիրը ապահովի, բայց Միացյալ Նահանգների համար որ արդյունքում թուրքական պետությունների միջև այդ ձևավորվող ինտեգրման գործընթացը կարողանա վերահսկել, ինչպես նաեւ տեղում բնակչությունը, որը ամենամոտ է Միացյալ Նահանգներին արժեք համակարգի ուղղությունով, դա Հայաստանն է։ Ուստի Միացյալ Նահանգները ամեն ինչ են անելու նրա համար, որ Հայաստանը այստեղ դառնա իմ պատկերացումով այդպիսի մոդել մենք պետք է նաև առաջարկենք Միացյալ Նահանգներին, Կովկասի Իսրայել, այսինքն Իսրայելի պես հարաբերություններ Հայաստանը պետք է սկսի կամաց-կամաց, իհարկե
թե միանգամից դա չի լինի, դրան կարող է տասնամյակներ նույնիսկ պետք է, բայց մենք պետք է այդ ուղղությամբ շարժվենք։ Պարոն Թոմասյան, եւ եթե գանք այսպես այցի հետ կապված կարևոր ուրեմն հնարավոր հայտարարություններին, պայմանագրերին, տնտեսական առումով ինչ կարող ենք ուրեմն ակնկալել մի կողմից այսպես ատոմակայանի հետ կապված, մենք գիտենք Միացյալ Նահանգների առաջարկը, կիսահաղորդիչների հետ կապված առաջարկ, արհեստական բանականության, գիտության, տեխնոլոգիայի եւ այլն։ Եթե այսպես կոմպլեքս դիտարկենք, ինչ կստանանք արդյունքում մենք։ Միացյալ Նահանգները մեզ առաջարկում են միանգամից մի քանի ուղղությամբ հարցը լուծելը եւ ես դա անվանում եմ Իսրայելի նման կարգավիճակ ստանալը, որովհետեւ առաջինը մենք ստանում ենք խաղաղություն 50 եւ 100 տարով փաստացի այդ փաստաթղթով եւ լուծում ենք մեր ամենակարևոր առօրյա խնդիրը, որը մենք ունեցել ենք 30 տարի, երբ անվանվել ենք Ռուսաստանի դաշնակից կամ համարել ենք Ռուսաստանի դաշնակից, բայց իրականում միշտ պատերազմի իրավիճակի մեջ ենք փաստացի եղել, այդ հարցն ենք լուծում ենք երկրորդ հարցը, որը Ռուսաստանի դաշինքի ներքո քանդվեց Հայաստանի տնտեսությունը եւ Հայաստանից ուրեմն ժողովրդագրական իրավիճակը ինչպիսի ծանր էր, ապա հիմա խաղաղություն եւ տնտեսության ներդրումների զուգահեռ մենք ունենալու ենք պինդ պետություն, որը ունենալու է մեծ ՀՆԱ, մեծ բյուջե, մեծ ռազմական հնարավորություններ, իսկ ի վերջո մենք պարտվեցինք պատերազմում, որովհետեւ մեր տնտեսությունը պարտվեց, որովհետեւ այսօր արդեն պատերազմները դա տնտեսության եւ տեխնոլոգիաների հարց է, մենք ստանում ենք ամենաառաջատար տեխնոլոգիաները եւ տնտեսությունը։ Ուրեմն եթե Ադրբեջանը ունի գազ եւ նավթ, ապա Հայաստանը չունենալով գազ եւ նավթ միշտ թույլի կարգավիճակում էր լինելու, բայց Միացյալ Նահանգները առաջարկում են մեզ 21-րդ դարի գազը եւ նավթը։ Եվ դա արհեստական բանականությունն է, դա չիպերն են, դա այդ կիսահաղորդիչներն են, դա այդ ամենաբարձր տեխնոլոգիաներն են, որը ի վերջո բերելու է նրան, որ մենք կարողանալու ենք Հայաստանում այդ բարձր տեխնոլոգիաներով արտադրել հնարավորություններ տեխնոլոգիական եւ ունենալ ամենասերտ կապերը Միացյալ Նահանգների հետ։ Բացի դրանից, այդ ամեն ինչի համար պետք է էներգետիկա, որովհետեւ այսօր այդ բարձր տեխնոլոգիաները առանց էներգետիկայի չեն կարող գործել եւ Միացյալ Նահանգները եւս մեկ կարեւոր ներդրում են անում եւ առաջարկում են մեզ, որ մենք մոդուլային ձևաչափով Միացյալ Նահանգների ատոմակայան կառուցենք, որը կտա հնարավորություն, որ առաջի հերթին Ռուսաստանի ատոմակայանի հետ համեմատ կլինի շատ ավելի անվտանգ, այդ թվում երկրաշարժներից, երկրորդը կլինի առաջի փուլում շատ էժան, որովհետև առաջի մոդուլը ուղղակի կփոխարինի այսօրվա եղած ատոմակայանը 300 մոտավորապես մեգավատ-ժամ արտադրությունով եւ գումարը կլինի 1 միլիարդ 500 միլիոնի տրամաբանությունով, որը հնարավորություն է տալի, որ շատ էժան վարկով Միացյալ Նահանգներից դա հարցը հեշտ լուծենք եւ հեշտ փակենք հետո այդ վարկը, որովհետեւ գումարը քիչ է, իսկ Ռուսաստանի տարբերակը դա 5-7 միլիարդանոց միանգամից 1200 մեգավատ-ժամ տարբերակ է, եւ դրա փոխարեն մենք մոդուլայինով կարողանալու ենք, երբ մեզ անհրաժեշտ լինի, ավելացնենք նոր եւ նոր մոդուլներ։ Այսինքն մենք կարողանալու ենք մի ատոմակայան ունենալ եւ փաստացի հետո երբ պետք լինի նույն ատոմակայանում երկրորդը, երրորդը, չորրորդը եւ հինգերորդը նույնիսկ մոդուլներ ավելացնելով հեշտ շատ եւ շատ էժան դա կազմակերպել, դա անհրաժեշտ է նրան, որ մենք արհեստական բանականության եւ ուրիշ ուղղություններով բարձր տեխնոլոգիական արտադրանքը երբ զարգանալու է Միացյալ Նահանգների հետ միասին եւ Nvidia-ի գործընթացը միայն սկիզբն է, առաջի քայլն է, ապա մենք հոսանքի խնդիր չենք ունենա եւ հոսանքը կլինի մաքուր եւ էժան եւ կախվածությունը այսօր ջերմաէլեկտրակայաններից Ռուսաստանի գազի ուղղությունով եւ նավթամթերքի ուղղությունով կնվազի միանգամից, մենք արևայինի հետ միասին ատոմայինը կլուծենք մեր ամենակարևոր խնդիրներից մեկը։ Այսինքն Միացյալ Նահանգները ընդհանուր առումով տալիս են այնպիսի հնարավորություն, որ այդ ամենի շնորհիվ եւ Միացյալ Նահանգների ռազմական տեխնոլոգիաները գնելու հնարավորության շնորհիվ նաեւ եւ դրա համար գումարել կունենանք TRIP-ի ծրագրի շնորհիվ, որտեղ TRIP-ը բերելու է Հայաստանին հսկայական գումարներ եւ այն մարդիկ, ով այսօր սխալ գնահատական են տալի իբրև 74 եւ 26% մեր համար խնդրահարույց է, տեսեք, դա այդպես չէ, որովհետեւ մենք ստանում
ստանում ենք այդ 24%-ը առանց ներդրումներ անելու առհասարակ սրա մեջ։ Եվ ստանում ենք դա առանց անվտանգային նաև ներդրումներ անելու այդ ուղղությամբ, որովհետև հարցը լուծված է, չի լինելու ոչ մի միջանցք, եւ Միացյալ Նահանգները կանեն այդ ներդրումները, մենք վարկի իրավիճակում չենք լինի եւ կստանալու ենք միայն այդտեղից եկամուտ, բայց 50 տարվա ընթացքից հետո մենք 50-50 կունենանք 49-51 կարգավիճակով եւ դա մեզ նաեւ ձեռը տալի, որովհետեւ խնդիրները այդ պատմությունում չի լինի, եթե որևէ մեկը Ադրբեջանից ունենա Թրիպի հետ կախված խնդիր, այդ խնդիրները Վաշինգտոնի հետ պետք է լուծի, այլ ոչ թե մեր հետ, առաջի հերթին Վաշինգտոնի հետ, բայց մենք այդտեղ նաեւ կլինենք իհարկե։ Եվ դա նշանակում է, որ Ադրբեջանը չի ունենա այդ ծավալը, որ սկսի այդ թեման օգտագործել, այսինքն մենք այնպիսի կայունություն եւ խաղաղություն ենք ապահովում, որ մեզ անվտանգային ներդրումները այդ ծավալի պետք չեն լինի, ինչ ծավալի կարար պետք լիներ, եթե մենք Թրիպը միայն մենք կառուցեինք կամ ուրիշ կարգավիճակով, կամ եթե 50-50 կարգավիճակով ունենայինք, բայց ամբողջ գումարը նաեւ մենք պետք է ներդրում անեինք, դա նաեւ շատ խնդրահարույց կլիներ։ Պարոն Թոմասյան, եւ ինչ ակնկալել Ռուսաստանից եւ Իրանից, մենք որոշ անհանգստություններ լսում ենք Իրանից, Ռուսաստանը գիտենք հետաքրքրված է առնվազն 2 այսպես ծրագրով եւ Թրիպով եւ ատոմակայանով, ձեր գնահատականը։ Իմ գնահատականը հստակ է, որ Ռուսաստանը ցավոք շարունակում է չհարգել հայկական պետականությունը եւ դրա վառ օրինակներն են ուղիղ սպառնալիքները, որոնք հնչում են Մոսկվայից, ինչպես նաեւ այն նույնիսկ Լավրովի եւ Ալեն Սիմոնյանի հանդիպման ընթացքում հնչած տրամաբանությունը եւ բառապաշարը, որը իրանք օգտագործում են, եւ իրանք փաստացի փորձում են մեր արտաքին քաղաքական սուվերենությունը ուրեմն սահմանափակել։ Հասկանալի է դա, որ իրանք չեն կարող անել այսօր եւ այդ նպատակով շարունակում են օգտագործել ներքաղաքական գործակալական ցանցը, որը բացահայտ ասում է առաջի հերթին, որ պետք է Թրիփում Ռուսաստանին եւ Չինաստանին հրավիրել կամ ներգրավել, փաստացի սրանով շեղվելով այս ուղուց, բացի դրանից իրանք պատկերացնում են որ ուրեմն չինական անհասկանալի չոր վարկերի միջոցով այդ ամենը փորձելու են։ Մենք այդ ամենը Վրաստանում անցել ենք, մենք գիտենք ռուսաստանցի օլիգարխը ինչեր կարա առաջարկի ժողովրդին եւ նույնիսկ չզարմացա, երբ իմացա, որ ինքը առաջարկում է նախարարներին իր սեփական գրպանից Սամվել Կարապետյանը, ռուս օլիգարխը, գումարներ վճարել, ինչպես նաեւ առաջարկում է 1 դրամ աշխատավարձ ունենալ։ Իհարկե, այսօր Վրաստանում Բիձինա Իվանիշվիլին ինքն է նախարարներին վճարում, որովհետեւ նախարարները ոչ թե պետությանն են պատասխանատու, այլ Իրան նախարարներն են, ինքը պաշտոն չունի, վարչապետ չի, բայց վարչապետը Իրան ենթարկվող անձնավորություն է, սահմանադրությունը չկա ուղղակի Վրաստանի, եւ զուգահեռ դրա իհարկե ինքը աշխատավարձ չունի, ոչ էլ պետք է դա, որովհետեւ Վրաստանի էներգետիկան այսօր Իրան է պատկանում, Վրաստանի տրանզիտը Իրան է պատկանում, Վրաստանի արտադրությունը Իրան է պատկանում, Վրաստանում ամենալավ հողերը $1 ինքը գնում է անվճար, այսինքն եւ այդտեղ ինչ ուզում կառուցում վաճառում է, այսինքն պետությունը դարձրել է սեփականություն եւ ես ուղիղ պետք է ասեմ հայ հանրությանը, որ ռուսաստանցի օլիգարխի առաջարկածը շատ վտանգավոր է, որովհետեւ ինքը ասում է ես իբրև ձեզ լավ կյանք կբերեմ, բայց իրականում նախորոք երևում է, որ պետությունը իր սեփականություն է ուզում դարձնել սահմանադրությունը չեղարկելով։ Մյուս տարբերակը Ռոբերտ Քոչարյանի եւ Դաշնակցության ուրեմն բովանդակությունը, որը վերաբերվում է տարբեր հարցերին, այդ թվում Ղարաբաղի թեմային միշտ բարձրացնում եւ այլն, փորձում են հայ-թուրքական, հայ-ադրբեջանական թեման օգտագործելը, դա մեզ ընդմիշտ հակամարտության մեջ թողնելու եւ Ռուսաստանի կազմ մտցնելու կարգավիճակ է, եւ իհարկե նաեւ պետք է հասկանանք, որ Կտրիչ Ներսյանի կողմից մեր եկեղեցին օգտագործելը այդ նպատակով, որ այս իշխանություններին թիրախավորեն, դա նորից Ռուսաստանի գործակալական այդ ուղին է, այսինքն Ռուսաստանը ամեն գնով ուզելու է այս ընտրություններով իշխանությունը փոխի Հայաստանում, խափանի այս գործընթացները, որովհետև այսօր Ռուսաստանը վերահսկում է համ Ռուսաստանը, համ Վրաստանը, համ Իրանը, միայն Հայաստանն է մնում այդպիսի բաց այս հյուսիս-հարավ ուղղությամբ, որ սահմանապակի արևելք-արևմուտք այս ամբողջ շարժը։ Եվ ասեմ ձեզ, որ եթե դա լինի, մենք կորցնելու ենք համ Հայաստանը, համ Վրաստանը եւ երկար ժամկետով կարող է դարերի ընթացքում, բայց եթե մենք պահենք Հայաստանը, առաջերտին Հայաստանը կտեսնի հսկայական առաջընթաց, որովհետև այսօր ամբողջ աշխարհը ուզում է
Երևանի հետ խոսել այս լոգիստիկ կապերի համար։ Ինչու, որտեղ Վրաստանին այս կառավարության իրավիճակում չեն վստահում, այստեղ Ռուսաստանն է փաստացի իշխանություն, ոչ էլ Իրանին են վստահում։ Ռուսաստանով էլ չի անցնելու այս լոգիստիկ կապերը։ Ամեն ինչ անցնելու է Հայաստանով, Հայաստանը դառնում է մենաշնոր այդ առումով։ Այդ մենաշնորը Վրաստանն էր երկար տարիների ընթացքում եւ դուք շատ լավ գիտեք, Վրաստանը ինչ մեծ օգուտներ քաղեց 30 տարվա ընթացքում, երբ այդ մենաշնորի կարգավիճակը ուներ։ Մենք ցանկանում ենք իհարկե Վրաստանի, այդ թվում հայ լինելով, որ Վրաստանը եւ Հայաստանը միասին լինեն այդ ծրագրի մաս, բայց այսօրվա իրավիճակում գոնե Հայաստանը ձեռքից չպետք է ուրեմն թողնի այս հնարավորությունը եւ միակ տարբերակը դա անել է, դա գալիք ընտրություններում աջակցել TRIP ծրագրի աջակցող քաղաքական ուժերին, իդեմս քաղաքացիական պայմանագրի եւ իդեմս ուրիշ արևմտամետ հայամետ ուժերի եւ դրա վառ օրինակը իմ համար դա հանուն հանրապետության եւ հանրապետություն կուսակցություններն են խոսքին, որոնք մենք տեսնում ենք, որ պետականանպաստ նաեւ գործունեություն են ծավալում եւ շատ կարեւոր է, որ ճիշտ ընտրություն անի մեր ժողովուրդը, այլ ոչ թե այդ գործակալական ցանցին աջակցի։ Շնորհակալ եմ, պարոն Թումասյան։ Ես էլ եմ շնորհակալ։ Զրուցում էի միջազգային հարաբերությունների փորձագետ Գեորգի Թումասյանի հետ։ Այս ժամին այսքանն էինք նախատեսել, հետևեք մեր արտակարգ թողարկումներին, կհանդիպենք։